Տիրոջ խոսքն է, որ իր ժամանակին, պարտադիր ստեցել է լսվում, իր ժամանակին իր պտուղն է տալու ու Դավիթն էլ ինքն է ասում, որ խոսքը թաքցրի սրտիս մեջ, այսինքն եթե մենք խոսքը չենք կարդում, եթե նույնիսկ խոսքը անգիր չենք սովորում, հետո ոնց կարանք կիրառենք, ոնց կարանք օգտագործենք։ Եթե մի փոքր նույնիսկ ուսումնասիրեք ժամանակվա կոնտեքստը, կտեսնեք, որ այն ժամանակ գիրք, գրականություն այդքան շատ չկար եւ հեզև ասած Աստվածաշունչ ունենալ դա մեծ ճոխություն էր։ Եվ ժողովարաններում գուցե 5 տակարանի որոշ գրքեր լինեին, բայց անհատները առանձին Աստվածաշունչ չունեին իրենց մոտ։ Հաջան։ Նարեկացու հետ կապված։ Նարեկացին է, էլի։ Դե հիմա ես Աստվածաշունչից եմ խոսում, նարեկացին որոշակի գրականությունից է, բայց կապ չունի։ Խոսքը գնում է նրա մասին, որ շատ քչեր ունեին։ Եվ հարուստներ էին, որ հնարավորություն ունեին, այսպես ասած, Աստվածաշունչ կամ մասնակի հատվածներ ունենալու։ Եվ այդ ժամանակ ժողովուրդը ինչ էր անում, երբ որ գնում էին ժողովարաններ, լսում էին, անգիր էին սովորում, այսինքն փորձում էին նույն բանը կրկնել։ Եվ կարող եք նայել օրինակի համար աշակերտներին, երբ որ հարկ էր գալիս ժամանակ, իրանց սովորածը, իրենց անգիր արածը հնարավորություն էին ունենում մարդկանց առաջին չանելու, վկայելու, խոսելու։ Դրա համար խոսքին ուշադրություն դարձրեք, հնարավորինս շատ էլ նաև եթե հնարավորություն ունեք, անգիր սովորեք, ինչի որտեվ դա հետագայում օգնում է մեզ եւ Սուրբ Հոգին հիշեցնում է այնինչ, որ մենք սովորել ենք։ Այսօր շարունակելու ենք Մատթեոսի ավետարանի սերտողությունը եւ նորից խոսելու ենք առաքելության մասին, բայց եթե անցած կիրակի խոսում էինք առաքելության հիմքերի մասին, այսօր խոսելու ենք առաքելության կատարման գնի մասին եւ Տիրոջ խոստման։ Կամ այլ կերպ այսօրվա քարոզը ձևակերպել եմ այսպես ուղարկված գայլերի մեջ։ Մինչ կանցնենք բուն հատվածին, մի պատմություն եմ ուզում հիշեցնել, գուցե լսել եք սրա մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական հետախուզության մասնագետները փորձում էին ինչ որ կերպով գտնել էնիգմա գերմանական կոդավորման համակարգի կոդերը, ինչի որովհետև բավականին շատ փոխանցումներ էին արվում այսպես ասած այդ կոդավորմամբ եւ եթե կարողանային բացահայտեին, կկարողանային շատ բան նախորդ իմանային թե ինչպես է ընթանում եւ Ալեն Թյուրինգի ու Բլեչլի Պարկի թիմի միջոցով վերջի վերջո կարողանում են այդ կոդերը գտնել, ապակոդավորում են այս գաղտնի հաղորդակցությունները։ Սակայն բրիտանական ղեկավարությունը շատ հստակ հասկանում էր մի բան, եթե բոլոր, այսպես ասած, այն ինչ որ լսում են, դրանի պատասխան քայլեր անեն, գերմանացիները կհասկանային, որ բրիտանացիք արդեն գտել են, այսպես ասած, ապակոդավորելու այդ կարողությունը եւ կփոխեին, փոփոխություններ կայանային։ Դրա համար շատ դեպքերում, երբ որ օրինակի համար օվկիանոսում Ատլանտյան որոշակի կոնվոյներ էին անցնում նավերի։ Նույնիսկ ղեկավարությունը իմանալով, որ այնտեղ կան գերմանական սուզանավեր, դրանց մասին չէին զգուշացնում։ Ինչի, որտեվ նորից ավելի մեծ ծրագրեր ունեին։ Եվ այդ պատճառով պատկերացեք այդ պատերազմի ընթացքում բրիտանական ղեկավարությունը իմանալով հանդերձ այնտեղ էր ուղարկում նավերի եւ շատ դեպքերում ավելի քան 10 նավեր խորտակվեցին ղեկավարության իմացությամբ եւ ավելի քան 360 մարդ մահացավ այս ողջ ընթացքում։ Եվ սա նորից ցույց է տալիս, որ շատ դեպքերում պատերազմի շրջանակում կարող են մարդիկ լինել ղեկավարությունը, որ շատ ավելի դետալներ գիտեն, բայց դրա մասին չհայտնեն այն զինվորներին, որոնց որ ուղարկում են դետալների մասին եւ այլն եւ այլն։ Սակայն Հիսուս երբեք չթաքցրեց այն առաքելության գինը, այն թե ինչ մենք պետքա սպասվի մեզ, երբ որ մենք Տիրոջ առաքելությամբ գնալու ենք ծառայելու։ Քրիստոնեական ծառայությունը երբեք չի ներկայացվել որպես անվտանգ ուղի։ Հիսուս երբեք իր աշակերտներին չի խաբել խոստանալով հարմարավետություն, պարտադիր ընդունում կամ պաշտպանվածություն։ Ընդհակառակը, հենց Մատթեոս 10-րդ գլխում
Հիսուս Քրիստոս զգուշացնում է այն վտանգների մասին, ինչ որ սպասվում էր աշակերտներին, երբ որ նրանք գնային եւ առաքելությամբ կատարային այն, ինչի մեջ որ Տերը նրանց կանչել էր։ Սակայն այսօրվա եկեղեցին շատ դեպքերում ինչ է անում, քողարկում է սա, թաքցնում է սա եւ փափուկ բարձը դնում շատ հավատացյալների գլուխը, ասելով, որ հավատացեք Քրիստոսին ու ամեն ինչ լավ է լինելու։ Բոլոր դռները ձեր առաջ բացվելու են։ Բոլոր խնդիրների լուծումը միանգամից գտնելու եք։ Ձեր կյանքը, այսպես ասած, դառնալու է հրաշափառ եւ հրաշքներով լի եւ այլն եւ այլն եւ այլն։ Այնինչ Աստծո խոսքը հակառակն է ասում։ Դրա համար կխնդրեմ բացեք Մատթեոսի ավետարանից 10-րդ գլուխ, ընթերցելու ենք միասին 16-ից 33 համարները, եկեք ոտքի կանգնենք եւ միասին ընթերցենք։ Մատթեոս 10, ընթերցելու ենք 16-ից 33 համարները։ Մի քիչ իջացրեք էլի միկրոֆոնս։ Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ գայլերի մեջ։ Արդ խորագետ եղեք ինչպես օձերը եւ միամիտ ինչպես աղավնիները։ Զգույշ եղեք մարդկանցից, որտեվ ձեզ դատարաններին կհանձնեն ու իրենց ժողովարաններում ձեզ կտանջեն։ Ինչ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կտարվեք նրանց ու հեթանոսների վկայություն տալու համար։ Բայց երբ ձեզ մատնեն, հոգ մի արեք, թե ինչպես կամ ինչ եք խոսելու, որովհետև նույն պահին կտրվի ձեզ այն, ինչ խոսելու եք, քանի որ խոսողը դուք չեք, այլ ձեր հոր հոգին, որ խոսում է ձեր մեջ։ Եղբայրը եղբորը մահվան կմատնի, հայրը որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն եւ կսպանեն նրանց։ Եվ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլինեք, սակայն ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Երբ ձեզ այս քաղաքում հալածեն, դեպի մեկ ուրիշը փախեք, որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք Իսրայելի քաղաքները չսպառած չեք լինի մինչև մարդու որդու գալուստը։ Ամեն։ Աղոթենք։ Մեր Տեր Աստված, ուզում ենք փառք տանք քեզ, մեր ողջ սրտով ու մեծարենք քո սուրբ անունը, Տեր։ Մենք փափագ ունենք այս տերունական օրը իրապես քո անունը փառավորել եւ մեծարել, շնորհակալություն հայտնել այն բոլոր օրհնությունների համար, որ վայելում ենք, Տեր։ Գիտենք, որ այն ճանապարհը, որով որ դու անցար, դժվար էր, քարքարոտ էր, փշոտ էր, բայց մեր փափագն է այդ նույն ճանապարհով գնալու, որովհետեւ գիտենք, որ միակ հույսը, միակ ճշմարիտ ճանապարհը դա է։ Այն առաքելությունը, որ մեզ տվել ես որպես եկեղեցի, օգնի, որ հավատարմորեն կատարենք։ Եվ մեր սիրտը պատրաստ է, որ այս խոսքը, ինչ որ լսելու ենք, քեզանից առած, մեր կյանքում փոփոխություն բերես եւ փառավորենք քեզ։ Ողորմիր գթա սրբի եւ դու փառավորվի։ Հիսուսի անունով, ամեն։ Նստեք խնդրեմ։ Հիսուս Քրիստոս իր աշակերտներին ուղարկում է թշնամական աշխարհ։ Նախազգուշացնելով անխուսափելի հալածանքների մասին եւ հաստատելով նրանց Աստծո գերիշխան խնամքի եւ վերջնական փրկության մեջ։ Տեր Հիսուս Քրիստոս ոչ միայն զգուշացրեց, որ մենք մտնում ենք թշնամական մի շրջանակ, այլև խոստումը տվեց, որ Տեր Աստված մեզ հետ է լինելու եւ վերջնական արդյունքը լինելու է փրկություն։ Սա է մեր հույսը, որով որ պետք է առաջնորդվենք եւ սա պետք է դառնա այն, հեսև ասած, մեր մտածելակերպի ծառայության տրամաբանությունը, որով որ պետք է մտենք այս ծառայության մեջ։ Այսօր նայելու ենք 4 նախազգուշացման, որ Տեր Հիսուս Քրիստոս տվեց։ 4 նախազգուշացում, որոնք պետք է ձևավորեն ամեն մեկիս հավատարիմ աշակերտի մտածելակերպը ու ծառայությունը։ Առաջին նախազգուշացումը, որ մենք թշնամական միջավայրի մասին է խոսքը գնալու։ Մենք ուղարկված ենք թշնամական միջավայր։ 16 համարի առաջի հատվածը։ Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ, ինչի մեջ, գայլերի մեջ։ Ոչխարներ որպես ուղարկված գայլերի մեջ։ Նորից 16 համարի սկզբում տեսնում ենք ով է ուղարկում, Տեր Հիսուս Քրիստոս։ Ուղարկված կամ ապոստոլո բառն է, որից որ նաև առաջացել է ապոստոլոս բառը կամ
առաքյալ արտահայտությունը։ Տեր Հիսուս Քրիստոսն է մեզ ուղարկողը, անցած կիրակի սրա մասին շատ եմ խոսել, չեմ անդրադառնալու, բայց հասկացեք մի բան։ Մենք չենք անում, մենք չենք մի բան անում, եթե մեզ Տերը դրանով չի առաջնորդել։ Տերն է մեզ սահմանում, որ մենք պետք է ինչ անենք, գնանք ու այս առաքելության մեջ լինենք։ Բայց դրա հետ մեկտեղ նաև մեզ զգուշացնում է, որ ուղարկված ենք որպես ոչխարներ, Վստահ եմ ոչխար տեսել եք, բայց չգիտեմ ինչքանով եք գիտեք իրանց բնավորությունը կամ ընդհանրապես, եթե նայում եք ոչխարների կյանքին, բավականին անպաշտպան են իրանք։ Առանձնապես ոչ ինչ-որ հատուկ պաշտպանություն ունեն, ոչ չգիտեմ արագ են վազում եւ այլն, ու Պաղեստինում շատ հստակ մարդիկ հասկանում էին, թե ինչի մասն է խոսքը գնում։ Այսինքն մի կենդանի, որը որևիցե կերպով պաշտպանված չէ։ Հիմա շատ դետալների մեջ չեմ ուզում ընկնեմ, բայց իրապես, երբ որ մի քիչ ուսումնասիրեք, կտեսնեք, որ այս կենդանիները բառից բուն իմաստով նույնիսկ վախենում են ճանջերից։ Ու շատ արագ կարան ստրեսի մեջ են գնեն ու այդ ամեն ինչից իրանց վնաստան։ Իրանք իրանց վնաստան։ Իսկ եթե հարցը գալիս է արդեն կոնկրետ որևիցե գազաններից փրկվելու եւ այլն, ընդհանրապես մեկ միջոց ունեն փախչելն է։ Բայց եթե նորից տեսել եք գառների արագությունը, կհասկանաք, որ էդ էլ ինչ որ կերպով այդ կարողությունը չունեն արագ փախնելու եւ այլն։ Դրա համար կարիք ունեն հովվի, որը որ պետքա պաշտպաներ, ուղղորդեր եւ այլն։ Եվ այս օրինակը, որ ընդհանրապես անդադ կտեսնեք այս նմանակումը, որ մենք քրիստոնյաներս նման ենք գառների, ոչխարների, հենց սրա մասին է, որ մենք կարիք ունենք հովվի, հովվապետի, ու առանց հովվապետի ինչ որ բան չենք կարող անել։ Մեր հույսը ոչ թե աշխարհիկ մեթոդներն են, ոչ թե աշխարհի պաշտպանության կերպերն են, այլ մեր հույսն ով է։ Հիսուս Քրիստոսն, Աստված ինքն է։ Պողոս առաքյալը, երբ որ Գործք առաքելոց 20-րդ գլխում էր, տեսնում ենք, որ զգուշացնում է եկեղեցին, ասում է. ես գիտեմ, որ իմ հեռանալուց հետո ձեր մեջ հափշտակող գայլեր կգան, որոնք հոտին չեն խնայելու։ Նորից ինչի է այս ասոցիացիան տեսնում ենք, գայլ, որտեվ այն ժամանակվա մարդիկ շատ հստակ այդ ամեն ինչը հասկանում էին։ Այն ժամանակ Պաղեստինում ամենաառաջնային վտանգը գառների համար որ կենդանիներ, գայլերն էին։ Գայլերն են, եւ դրա համար Հիսուս Քրիստոս նախորոք զգուշացնում է, որ ձեզ ուղարկում է մի միջավայր, որը որ թշնամական է, որը որ ուրախությամբ ձեզ չի ընդունելու, գրկաբաց չի ընդունելու։ Գայլերը չեն խնայում։ Մենք ծառայում ենք թշնամական միջավայրում եւ սա չպիտի մեզ համար sense ասած խապկանք լինի։ Ինչի որտեվ մենք շատ հեշտ խապվում ենք այս տրամաբանությամբ։ Բայց նորից դա չի նշանակում, որ պետքա զինվենք աշխարհիկ զենքերով կամ պատրաստված լինենք այսև ասած, sense ասած չարին չարով պատասխանելու։ Հակառակը, այս ամեն ինչը հասկանալով, գիտակցելով, մեր հույսն ու ապավենը ում վրա ենք դնում։ Տեր Հիսուս Քրիստոսի վրա ենք դնում։ Տեր Հիսուս Քրիստոս շատ հստակ տվեց իրավիճակը։ Մենք մտնում ենք որպես գառներ գայլերի շրջանակում։ Գուցե ձեր պատկերացումը մի քիչ ուրիշ էր, գուցե ուրիշ մարդիկ մի քիչ ուրիշ ձև են պատկերացնում, որ մենք մեզ աշխարհում, ճիշտ է, շատ եմ լսում այս արտահայտությունը թագավորի զավակ ենք, այս պետք է անենք, սաղ մեր առաջ բաց է եւ այլն։ Այս խոսակցությունը կա։ Այո, թագավորի զավակ ենք, բայց Տեր Հիսուս Քրիստոս զգուշացրել է, որ այդ թագավորի զավակ լինելը չի նշանակում, որ փոփոխություն է բերելու կամ այդ գայլերն են դառնալու պուշ-պուշ գառներ եւ այլն։ Սա այն իրականությունն է, որ մենք պետք է ընդունենք։ Ուրեմն նախազգուշացում, որ մենք կարիք ունենք հովվի, բարի հովվի, որը որ Տեր Հիսուս Քրիստոսն է, որը որ մեզ առաջնորդելու է այս շրջանակում, եւ այն շրջանակը, որտեղ որ մենք ծառայում ենք, թշնամական է տրամադրված մեր նկատմամբ։ Երկրորդ նախազգուշացումը սրանում էր, որ պետք է վարվենք իմաստությամբ, առանց նենգության։ Ուշադրություն դարձեք շարունակության մեջ։ Արդ խորագետ եղեք, ինչպես օձերը եւ միամիտ ինչպես աղավնիները։ Իմանալը, որ գնում ենք թշնամական միջավայրի մեջ ենք լինելու, գայթակղություն ունենք վարվելու այնպես, ինչպես որ մարդիկ վարվելու են ում նկատմամբ,
Մեր նկատմամբ ռուսները էզևի խոսք ունեն, ասում է «Սվալկամի խադիտ па волчьи выть»։ Հիմա հայերեն ասեմ, այսինքն եթե գայլերի մեջ են քայլերում, գայլերի նման սովորեք ոռնալ, այսինքն սա մի արտահայտություն է, որ այն շրջապատում ինչ որ կաս, կարծես այդ շրջապատին պետք է նմանվես, չես կարա տարբերվող լինես։ Տեր Հիսուս Քրիստոս զգուշացնում է, որ այդ միջավայրում նման կերպ մենք իրավունք չունենք վարվելու։ Եթե նույնիսկ մենք գայլերի մեջ ենք, սա չի նշանակում, որ մենք պետք է վարվենք գայլերի նման։ Աշխարհի մեջ ենք, բայց աշխարհից չենք։ Ինչպես պետք է վարվենք, ասում է խորագետ կամ իմաստուն օծերի պես։ Հիմա երբ որ մենք լսում ենք օծ արտահայտությունը, առաջնային մեր մոտ հենց բացասականն է գալիս։ Ծննդոց 3-րդ գլխում, երբ որ կարդում ենք առաջի համարի մեջ, ասում է օծը ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր։ Հիմա նայեք, երբ որ մենք այս հատվածը կարդում ենք, եբրայերենով, երբ որ ասում է խորամանկ էր, սա բացասական գնահատական չի։ Խորամանկ կամ իմաստուն ճիշտ կերպով վարվելու, իմաստություն ունենալու, սրա մեջ ցենց ասած թաքնված երգերեսանության մասին չի խոսքը գնում։ Իմաստուն կերպով վարվելու, խորագետ լինելու մասին է խոսքը գնում։ Բացասական գնահատական չի եւ մենք չպետք է ցենց ասած ավելորդ տեղը մեր գլխին խնդիրներ ստեղծենք։ Եվ հնարավորինս պետք է հեռու լինենք ինչերից, առճակատումներից։ Չպետք է մենք կոնֆլիկտը ավելի այն աստիճանի բարդացնենք, դե Հիսուսի համար պատրաստ եմ մեռնելու, բայց դա կարիքը չկար այս պայծրությամբ մեռնելու։ Սա սենց ասած բացասական այն խորամանկությունը չի, որ մենք տեսնում ենք մարդկանց։ Սա ինչ է, աստվածաշնչյան խոհեմություն է, ճիշտ որոշելու, ճիշտ կողմնորոշվելու։ Օրինակի համար Պողոս առաքյալը շատ հանգիստ այդ ամեն ինչը օգտագործում էր, ինչ որ Տերն ասել էր։ Գործք առաքելոց 23-րդ գլխում հետաքրքիր մի պատմություն ենք տեսնում։ Գործք առաքելոց 23 6-ից 8 համարները։ Ուշադրություն դարձրեք։ Գործք 23 6-ից 8։ Երբ Պողոսը իմացավ, որ Ատյանում մի մասը սադուկեցիներ են, իսկ մյուս մասը փարիսեցիներ, բացականչեց։ Հիմա գիտեք, սադուկեցիներն ու փարիսեցիներն առանձին խմբեր էին եւ իրար մեջ որոշակի խնդիրներ կա։ Հիմա չեմ ուզում շատ մանրանամ այս հարցերին, բայց ուշադրություն դարձրեք։ Եղբայրներ, ես փարիսեցի եմ ու փարիսեցի որդու։ Ահա դատվում եմ նաև մեռելների հարության հույսի համար։ Ուշադրություն դարձեք, իմաստությամբ է վարվում։ Սուտ բան չի ասում Պողոս առաքյալը։ Ում հարության մասին էր խոսքը գնում։ Հիսուս Քրիստոսի հարության մասին էր խոսքը գնում։ Երբ նա այս ասաց, փարիսեցիներն ու սադուկեցիների միջև երկպարակտություն ծագեց եւ բազմությունը պարատվեց, որովհետեւ սադուկեցիներն ասում էին, որ հարություն չկա, ոչ հրեշտակ կա, ոչ էլ հոգի, իսկ փարիսեցիները հավատում էին երկուսին էլ։ Ուշադրություն դարձնում եք, Պողոս առաքյալը իմաստությամբ է վարվում։ Չի ծռում խոսքը, չի ինչ որ կերպով սենց ասած փախտում, ճշմարտությունն է ասում եւ օգտագործվում է այդ ինչ որ ասում էր իմաստությամբ է վարվում, որպեսզի այս ձև ասած իրան դատողների մեջ իրանց մեջ այդ խնդիրները իրանք ունենան։ Դրանից հետո շարունակում ասում է նաեւ միամիտ կամ պարզ ում նման աղավնիների պես։ Հիմա նորից եթե աղավնիներ պահել եք, իրանք նորից բավականին անխելք կենդանիներ են։ Շատ շուտ սատկում են մի պուճուր ինչ որ մի բանից ու նորից հիմա երբ որ էսի տեսնում ենք, ուշադրություն դարձեք այս գնահատականները, այսինքն իմաստուն, բայց դրա հետ մեկտեղ ինչ սուրբ, բարոյապես մաքսիմում կերպով, ճիշտ կերպով վարվող։ Մի եղբայր հետևել խոսքն է ասում, աստվածաշնչյան իմաստությունը երբեք չի հակասում սրբությանը։ Այսինքն այն իմաստությունը, որ Աստծուց է գալիս, չի հակառակվելու սրբության կյանքին։ Չենք մենք այդ երկուսը ինչ անելու, հակադրելու։ Նույն բանը նաև Հակոբոսն է ասում։ Հակոբոս 3:14-ից մինչև 17 համարները։ Հակոբոս 3:14-ից 17։ Բայց եթե ձեր սրտերում դառը նախանձ, հակառակություն ունեք, մի պարծեցեք եւ ճշմարտության դեմ մի ստեք։ Այս իմաստությունը վերից չէ, այլ երկրավոր է, մարմնավոր ու դիվական է։ Հիմա ուշադրություն դարձեք, դրանից հետո նկարագրությունն է տալիս, թե աստվածային իմաստությունը ինչպես է վարվում։ 17 համարը։ Իսկ ի վերուս տրված իմաստությունը նախ սուրբ է, ապա խաղաղարար, հեզ, հաշտվող, ողորմությամբ ու բարի պտուղներով լի, անկողմնակալ, անկեղծ։
Սա է այն ինչ որ Տերը մեզանից ակնկալում է։ Իմաստություն ոչ թե որ տանելու է դեպի, այսև ասած, էլի հայերս օգտագործում են կներեք ես ռուսերեն բառի համար շուստրիության, որ կարողանամ ինչ որ կերպով իմ ուզածը հասնեմ։ Այլ աստվածային իմաստությունը տանելու է դեպի սրբության, դեպի ճիշտ վարքի։ Ու Տեր Հիսուս մեզ զգուշացնում է, գնում եք թշնամական շրջանակ, այդ թշնամական շրջանակում ձեր էությունը, ձեր ով լինելը չպիտի փոխվի։ Ձեզ ուղարկում եմ որպես գառների, բայց ասում եմ եղեք իմաստուն օձերի պես եւ սուրբ կամ անարատ աղավնիների պես։ Երրորդ նախազգուշացում, որ հալածանքները անխուսափելի են։ Ուղղակի հալածանքները բառիս բուն իմաստով անխուսափելի են։ 17 համարը զգուշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն ու իրենց ժողովարաններում ձեզ կտանջեն։ Առաջի խումբն ենք տեսնում, կրոնալական հալածանք։ Որովհետև երբ որ նայում եք, ասում եք դատարաններ կամ սինագոգներ, ժողովարաններ, խոսքը գնում է այն ժամանակվա կրոնական դատարաններին։ Հրեաները, այո, թեև գտնվում էին հռոմեական կայսրության ներքո, բայց իրավունք ունեին ներքին հարցերը, որոշակի կրոնավոր հարցերը, իրանք շրջանակում ինչ անել, լուծելու։ Եվ ըստ այդ որոշումների նաև որոշակի պատիժ նշանակելու։ Բացի մահվանից, դեռևս կխոսենք սրա մասին։ Եվ այս սինոդրոնները, ժողովարանները կրոնը կարող էր դառնալ հալածանքի զևացած գործիք։ Նորից նայենք Պողոս Արաքյալի վկայությանը, ինքն է վկայում, ինքն էր ժամանակին այդ հալածողը եկեղեցուն, Գործք Առաքելոց 9:1-2 համարները, իսկ Սողոսը, որ Տիրոջ աշակերտներին սպառնալով ու նրանց սպանելով էր տակավին ներշնչված, եկավ քահանայապետի մոտ, նրանցից Դամասկոսի ժողովարաններին ուղված նամակներ խնդրելու, ինչպես նաև եթե ճանապարհին գտնի խոսքի հետևող որևիցե մեկի տղամարդ թե կին կապված Երուսաղեմ բերի։ Ուշադրություն դարձրեք, Էզև ասած այդ ժողովարանից թույլատրություն էր վերցրել, որպեսզի կարողանար բերեր այդ ժողովարաններում ինչ անելու, դատելու, ատյանի առաջ կանգնացնելու։ Մեր շրջանակը նայենք։ Մեզ հիմնականում հալածողները, հանիծողները ովքեր են։ Կրոնավորներն են։ Նրանք, ովքեր որ իրենց հայտարարել են որպես Էզև ասած ճշմարիտ միակ հավատք, ինչ են անում, հալածում են շատ ուրիշներին, նրանց ովքեր որ նույնիսկ հիմա մեր պարագայում, ինչ պիտակ էլ դնում են, եթե առաքելական չես, ուրեմն աղանդավոր ես։ Նույնիսկ ծայրահեղության են գնում, եթե առաքելական չես, ուրեմն հայել չես։ Նման արտահայտություններ շատ եք տեսնելու, շատ եք լսելու։ Սա են իրականությունը։ Նրանք, ովքեր որ կարծես պետքա լինեն քրիստոնեության ջատագովը, ինչ են անում, հալածում են նրանց, ովքեր որ Քրիստոս են պաշտում։ Նայեք համացանցում։ Եթե հանկարծ ինչ-որ թեմա կա, որ առաքելական եկեղեցու հետ չի, մարդիկ տակը հանգիստ գրում են այդ վառել բողորլոր աղանդավորներին եւ այլն հրապարակներում։ Ու այս ամեն ինչ հրապարակային են ասում։ Ու մենք ճակերտավոր քրիստոնյա որպես ազգ եւ այլն, ու այս ամեն ինչը զուտ կրոնավորություն է, որ Աստծո հետ ընդհանրապես կապ չունի։ Բացի նրանից, որ կլինեն կրոնական հալածանքներ, լինելու են նաեւ քաղաքական հալածանքներ։ 18 համարը ին պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կտարվեք նրանց ու հեթանոսների վկայություն տալու համար։ Հիմա նայեք, երբ որ խոսում է կառավարիչների ու թագավորների մասին, արդեն ասացի, որ օրինակ նույն այդ սինոդրոնները պատժելու, խարազանելու իրավունքն ունեին, բայց մահապատիժ բարձրացնելու իրավունք չունեին։ Դրա համար օրինակի համար Հիսուս Քրիստոսին ում առաջ տարան, Պիղատոսի առաջ տարան, որտեվ ծեծելու իրավունք ունեին, բայց իրանք ավելին էին ուզում։ Ուզում էին սպանություն, ուզում էին խաչելություն, բայց հռոմեական կայսրության մեջ դրա իրավունքը չունեին։ Ու ինչ են անում, նման ձևով էին վարվում, որ այն ինչ որ նույնիսկ չեն կարա իրանք անեն, տանելու են դեպի թագավորները, կառավարիչները, որպեսզի իրանք նույնիսկ դեպի մահապատիժ տանեն։ Հիմա, երբ որ խոսքը գնում է վկայության մասին, ճիշտ է, այստեղ սենց ասած երկու տեսակի մեկնաբանություն կա։ Մեկ որոշ մեկնաբաններ ասում են, որ այստեղ խոսքը գնում է նրա մասին, որ երբ որ մենք տարվենք այդ թագավորների մոտ,
մենք վկայություն ենք տալու Տիրոջ առաջ, որ հավատարիմ ենք լինելու, նաև կա երկրորդը։ Երբ որ մենք տարվենք այդ կառավարիչների ու թագավորների մոտ, մենք հնարավորություն ենք ունենալու ինչ անելու, վկայելու Տեր Հիսուս Քրիստոսի մասին։ Նորից անդրադառնալու եմ Պողոս Առաքյալին։ Պողոս Առաքյալն ինչ էր անում, երբ որ տենց հնարավորություն էր ունենում, ատյանի առաջ էր կանգնում, աշխարհիկ առաջնորդների առաջ էր կանգնում, ինչ էր անում, ավետարանն էր քարոզում։ Գործք Առաքելոց 26-րդ գլուխ 1-2 համարը կկարդանք, նայեք, Ագրիպասը Պողոսին ասաց. «Քեզ թույլատրվում է, որ քո մասին խոսես»։ Այդ ժամանակ Պողոսը մեկնեց ու սկսեց իրեն պաշտպանել։ Հրեաների կողմից իր մասին արված բոլոր ամբաստանությունների համար, որ Ագրիպաս թագավոր, ինձ երանելի եմ համարում, որ այսօր քո առաջ պաշտպանվելու եմ ինձ։ Հիմա նայեք, դրանից հետո ինչ է անում Պողոս Առաքյալը, սկսում է ավետարանը քարոզել։ Լավ հնարավորություն ունի, ու այն ինչ որ ասում է պաշտպանելու եմ ինձ, նպատակ ունի Աստծո խոսքը ինչ անելու, քարոզելու։ Հիմա ուշադրություն դարձեք 28-29 համարները։ Ագրիպասը Պողոսին ասաց. «Քիչ է մնում ինձ էլ համոզես, որ քրիստոնյա դառնամ»։ Այսինքն Պողոս Առաքյալի նպատակը այս պայդրությամբ, այն չէր, որ ինքը այնտեղ վախեցած էր, պաշտպանվում էր այնց, որ հանկարծ ու հանկարծ իրան չդատապարտեն։ Դա հնարավորություն էր դարձել իրան ինչ անելու, վկայելու, ճշմարտությունը փոխանցելու, այս արքան ասում է, քիչ է մնացել, որ ինձ էլ քրիստոնյա դարձնես։ Նայեք Պողոսի պատասխանը։ Պողոսն ասեց. Աստծուց կխնդրեի, որ ոչ միայն դու, այլ նաև բոլոր նրանք, ովքեր որ այսօր ինձ լսում են, քիչ թե շատ այնպիսին լինեին, ինչպիսին ես եմ, միայն առանց այս կապանքների։ Ուշադրություն դարձրեք այն մոտեցումը, ինչ որ Պողոս Առաքյալը շարժվում էր։ Ու ասեմ մենակ Պողոս Առաքյալը չէր, մնացած աշակերտները նույնպես նման կերպով էին վարվում։ Մենք էլ ամեն մի նման այսպես ասած ամբիոն հնարավորություն պետք է ինչ անենք, ավետարանի քարոզության համար օգտագործենք։ Գիտեմ, որ նույն Պողոս Առաքյալը դրանից հետո ուղարկվում է դեպի Հռոմ Կեսարի մոտ։ Տեսնում ենք, որ Կեսարի տանն է քարոզում ու Կեսարի տանը արդեն հավատացյալներ կա եւ հավատում են, որ նույնիսկ առիթ է ունեցել Հռոմեական կայսրության Կեսարի առաջ նույնպես ինչ անելու, ավետարանելու, վկայելու։ Որտեղից էր իրան այդ խիզախությունը։ Տիրոջից էր գալիս։ Ուշադրություն դարձեք 19-20 համարներին։ Ասում է, բայց եթե ձեզ մատնեն, հոգ մի արեք։ Թե ինչպես կամ ինչ եք խոսելու, որովհետև նույն պահին կտրվի ձեզ այն, ինչ խոսելու եք։ Քանի որ խոսողը դուք չեք, այլ ձեր հոր հոգին, որ խոսում է ձեր մեջ։ Մի մտահոգվեք ինչ եք խոսելու։ Նորից սրա մեջ միստիկ բան չկա, այսինքն չեք դառնալու ռոբոտ, ունդեղ ասենք ձեր բերանը Աստված շարժելու է ու բառերը կարտահայտելու, էլի, այսինքն դիվահարության նման չի լինելու։ Այլ Տերը օգտագործելու է այն ինչ որ դուք կարդացել եք, այն ինչ որ գիտեք, հիշեցնելու է, որպեսզի իմաստություն է տալու, որ դուք ինչ անեք, խոսեք այն ինչ որ պետք է խոսեք։ Գործք Առաքելոցում այդ օրինակը տեսնում ենք Պետրոսի ու Հովհաննեսի շրջանակում։ Գործք Առաքելոց 4:8 համարը ասում է. այդ ժամանակ Պետրոսը Սուրբ Հոգով լցված նրանց ասաց. ով ժողովրդի իշխաններ ու Իսրայելի ծերեր, երբ որ նրանց տարան Ատյանի առաջ, գրված է, որ Սուրբ Հոգով լցվեց ու ինչ արեց, Ատյանի առաջ սկսեց խոսել, սկսեց վկայել։ Դրանից հետո առանձին մտածում են, ասում են, լավ, հիմա ինչ անենք այս մարդկանց հետ։ Ինչ անենք, որտեվ գիտենք, որ ձկնորս են, այսպես ասած անգրագետ մարդիկ են, բայց բաներ են ասում, որի դեմ որևիցե պատասխան չենք կարողանում տանք։ Ասում են, լավ, վերջի բանը էսա մնացեք, սպառնանք, կասենք խելոք մնացեք, սուս մնացեք ու դրանից հետո բաց կթողնենք։ Նայեք ինչ են պատասխանում այդ ժամանակ Պետրոսը 15 համարից։ Նրանց հրամայեց Ահետյանից դուրս գալ եւ միմյանցի խորհրդակցեցին ասելով. ինչ անենք այս մարդկանց, քանի որ սրանց ձեռքով երևելի հրաշք է գործվել, որը հայտնի է Երուսաղեմի բոլոր բնակիչներին, եւ մենք չենք կարող հերքել։ Բայց որպեսի ժողովրդի մեջ ավելի չտարածվի, նրանց խիստ սպառնանք, որ ոչ մի մարդու այս անունով այլևս չքարոզեն։ Եվ նրանց կանչելով պատվիրեցին Հիսուսի անունով բոլորովին չխոսել եւ չուսուցանել։
Բայց Պետրոսն ու Հովանեսը նրանց պատասխանեցին եւ ասացին. ուշադրություն դարձրեք։ Միթե Աստծո առաջ արդար է ավելի շատ ձեզ լսել, քան Աստծուն։ Դուք դատեք։ Մենք չենք կարող չասել այն, ինչ տեսել ենք ու լսել ենք։ Ստեղ անհարգալից վերաբերմունք չկա։ Չեն կանգնում ասեն դուք ով եք, որ մեզ ուշադրություն դարձեք, հարգալից են խոսում։ Բայց հարգալից խոսելով, Տիրոջ իմաստությամբ եւ Սուրբ Հոգով լեցված են խոսում, ինչի որտեվ Տիրոջից էս խոստումն ունեն։ Եվ նույնպես եւ մենք, երբ որ գնում ենք ավետարանը քարոզելով, նորից պետքա վստահենք, որ Տերն է այդ իմաստությունը տալու ճիշտ կերպով առաջնորդելու, բայց ինչ որ բան պետքա լինի, էլի։ Նորից, եթե ձեր վրա չեք աշխատում, Աստծո խոսքը չեք կարդում, չգիտեք, որտեղից պետքա ավետարանեք, որտեղից այդ ճշմարտությունը պետքա գա։ Ուրեմն հալածանք կրոնական, հալածանք որոշ առումով քաղաքական եւ հալածանք ընտանեկան։ 21 համարը Եղբայրը եղբոր մահվան կմատնի, հայրը որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն եւ կսպանեն նրանց։ Գիտեք ինչ կա, եթե ասենք միջև այդ որոշ առումով կրոնականը հնարավոր է, սենց ասած տանել, հասկանալի է։ Եթե նույնիսկ քաղաքական շրջանակում սենց ասած կառավարիչները, աշխարհիկ կառավարիչները ընդունում են, այս հալածանքը սենց ասած ամենացավոտն է։ Ինչի որտեվ այն ամենահարազատ մարդիկ, ովքեր որ քո կողքն են, քո դեմ են ինչ անում, դուրս գալիս։ Միքիա Մարգարեն հետևյալ խոսքն է ասում ու պատկացեք իրավիճակը։ Միքիա 7:5-6 Մի հավատացեք բարեկամին, ընկերոջը մի վստահեք, ծոցդ պարկողից պահիր բերանի դռները, որովհետև որդին անարգում է հորը, դուստրը մոր դեմ է ելնում, հարսը իր սկեսուրի դեմ, մարդու թշնամին իր ընտանիքն է։ Ինչ է կարծում, շատ բան փոխվել, հա? Չէ, ժողովուրդ, շատ բան չի փոխվել։ Սա ցավալի է, բայց սա փաստ է, սա իրականություն է, որը շատերիս կյանքում եղել է։ Երբ որ Քրիստոսին ենք ճանաչել, կարծես ճիշտ ճանապարհով ենք սկսել գնացել։ Բարոյական կյանքում ավելի ենք առաջ գնացել, բարեկամները գոնե ուրախանան, սկսում են անհանգստանալ։ Ու կարծես տպավորություն, որ ասում են ավելավ էր տղես գնար գիշերային ակում, պես կոմ, քանց թե գնում է եկեղեցի։ Հիսուս Քրիստոս ինքն էր ասում, մի կարծեք, որ այդ ամեն ինչը մենակ աշակերտներին էր վերաբերվում։ Մատթեոս 13:57 Եվ գայթակղվում էին նրանով, իսկ Հիսուս նրանց ասաց. չկա անարգված մարգարե, որ ոչ իր գավառում ու իր տանը։ Այսինքն մարգարեները մեծամասամբ անարգված են որտեղ, իրենց գավառում, իրենց տանը։ Երբ Հիսուս իր աշակերտներով գնում էր տուն հաց ուտելու Կափառնայում, մի բազմություն հավաքվեց այդտեղ բավականին, ու նաև եկան իր ընտանիքի անդամները, եղբայրները, գուցե քույրերը, չի մանրամասնում։ Մարկոս 3:21-ում է գրված, մենակ ուզում եմ ուշադրություն դարձրեք Հիսուսի տան անդամները ինչպես էին վերաբերվում հենց Հիսուս Քրիստոսին։ Մարկոս 3:21 Նրա յուրային տան անդամների մասին է խոսքը գնում, դրսի մարդիկ չեն։ Լսելով դուրս եկան նրան բռնելու, երբ որ խոսքը գնում է բռնելու, ուժով բռնելու մասին է խոսքը գնում։ Այսինքն մտնեին ձեռից հենց ասած քաշեն կամ դուրս հանեն, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։ Լսում եք, Հիսուսի տան անդամները այս ձև էին մտածում, այս ձև էին վարվում Հիսուս Քրիստոսի նկատմամբ։ Ինչ եք կարծում, մենք ավելի լավ կարգավիճակում ենք գտնվում։ Ու ես եմ ասում, որ սա գուցե ամենացավալին է։ Բայց ուշադրություն դարձրեք, սա ոչ թե մեզ պետքա դրդի, որ մենք չարանանք, այլ հակառակը, պետքա խոնարհությամբ շարունակենք ավետարանել ու աղերսել Տիրոջը, որպեսզի այցելություն անի մեր հարազատներին, մեր բարեկամներին, այն մարդկանց, ովքեր որ կողքն են, մեր կողքն են։ Սա մեր փափագը ու աղոթքը պետքա լինի, որովհետև գոնե ամենակիչը գիտենք, որ Հիսուսի եղբայրներից Հակոբոսը դարձել եկավ ապաշխարեց ու դարձավ Երուսաղեմի հովիվներից մեկը։ Նույնպես եւ տեսնում ենք մյուս եղբայրը նույնպես։ Հիմա ամփոփելով ընդհանուր հալածանքի մասին Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, որ այս ամեն ինչ ասացի, իմացեք, որ համընդհանուր բոլոր մարդկանց կողմից ինչ է լինելու հալածանք սпасեք 22-րդ
գլուխ 23-րդ համարը։ Եվ իմ անվան պատճառով բոլորի կողմից ատված կլինեք։ Ուշադրություն դարձեք, սրանից հետո նաև այս համարում Տեր Հիսուս Քրիստոս բացահայտում է պատճառը։ Խնդիրը այն չէ, որ կոնկրետ մեզ է վերաբերվում։ Խնդիրը աշակերտների մեջ չէր։ Խնդիրը ինչի մեջ էր, որ այդ աշակերտները Տեր Հիսուս Քրիստոսի անունն էին կրում։ Անունն էին կրում։ Մարդիկ էին, ովքեր որ հետևում էին կամ ներկայանում էին որպես Քրիստոսի ներկայացուցիչներ։ Սա էր խնդիրը։ Դա համար Հիսուս Քրիստոս շատ հստակ իր աշակերտներին սրա մասին ինչ էր արել, զգուշացրել էր Հովանու 15:18. Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ նախ ինձ է ատել։ Եվ դրա մասին շատ ասում է, նայեք, տեսեք ինձ ինչ արեցին, եւ պատկերացեք ինչ են ձեզ անելու։ Աշակերտներից մեծամասնությունը, եթե ոչ բոլորը բացի Հովանեսից, սպանվեցին իրենց հավատքի համար։ Հովանեսն էլ այնպես չէր, որ առոք-փառոք ապրում էր, բանտարկված էր Պատմոս կղզում։ Սա ուղղակի այն իրականությունն է, որ մենք պետք է հասկանանք։ Նայեք, ուշադրություն դարձեք մեր շրջակա, ասենց ասած, երկրներում։ Ճիշտ է, ստեղ դեռևս հալածանքը զուտգուցե խոսքով լինի, վիրավորանքի տեսքով լինի, շատ այլ երկրներ բառից բուն իմաստով սպանում են։ Ուշադրություն դարձեք Նիգերիայում ինչեր տեղի ունենում։ Ուշադրություն դարձեք Պարսկաստանում մինչև հիմա մեզ ճակերտավոր բարեկամ հարևան պետությունում քրիստոնեության նկատմամբ ինչպես են վարվում։ Լավ, հեռու չգնանք։ Սովետ միությունը մի քիչ ուսումնասիրեք ու տեսեք, թե քանի հավատացյալների բանտերն էին նետում եւ ուղարկում էին Սիբիրներ։ Չորրորդը նախազգուշացում մինչև վերջ համբերելու 22-ից 23 համարները ասում է սակայն ով մինչև վերջ համբերի նա կփրկվի։ Հասկանում եք, տեսեք, ուշադրություն դարձեք, Տեր Հիսուս Քրիստոս զգուշացնում է վտանգի մասին, բայց դրա հետ մեկտեղ ինչ է ասում։ Ասում է մի մտահոգվեք, որովհետև այն ինչ որ պետք է խոսեք Սուրբ Հոգով առաջնորդված խոսելու եք։ Իմացեք, որ հալածանք լինելու է, բայց համբերեք մինչև վերջ, որովհետև համբերելով ինչ եք ստանալու, փրկություն եք ստանալու։ Նույնիսկ խոսքը չի գնում գործերով փրկության մասին։ Որոշներ այս հատվածները վերցնում են, փորձում են ասեն, այ տես, եթե փաստորեն չդիմանաս, փրկությունդ ինչ կանես, կկորցնես։ Հիսուս սրա մասին չի խոսում։ Այլ խոսում է, որ ճշմարիտ հավատացյալները մինչև վերջ հավատարիմ են լինելու, որտեղ Տերը պահելու է իրենց։ Եբրայեցիս 10-րդ գլուխ 38-ից 39 համարներն եմ ուզում կարդամ։ Եբրայեցիս 10, 38-ից 39։ Բայց իմ արդարը հավատով կապրի, իսկ եթե մեկը ընկնի, իմ հոգին նրան չի հավանի, ուշադրություն դարձեք, Աստված է ասում։ Իմ արդարը հավատքով ինչ կանի, կապրի, իսկ եթե մեկը ընկնի, իմ հոգին նրան չի հավանի։ Ինչու՞։ 39 համարը։ Իսկ մենք ընկնողներ չենք, որ կորսվենք, այլ մեր հոգիների փրկությանը հավատացողներ, որտեղ ընկնողը վերջնականապես հեռացողը Տիրոջից անհավատ մեկն է։ Ժամանակը ցույց է տալու ճշմարտապես մենք Տիրոջինն ենք, թե ոչ, ու խնդիրը նրա մասին չէ, որ այսև ասած փորձությունները ցույց են տալու, եթե դիմացար փորձություններին ուրեմն փրկվում ես գործերով, չէ։ Այնով որ Տիրոջինն է, այնով որ ճշմարտապես հավատում է, Տերը իրեն պահելու է եւ այս փորձությունների միջով ինչ անելու, անցկացնելու է մինչև վերջ։ Դա համար Պողոս առաքյալը Փիլիպպեցիս 1:6-ում այս խոսքն է ասում. եւ հաստատ համոզված եմ սրանում, որ նա ով ձեր մեջ այս բարի գործը սկսեց, ում մասին է խոսքը գնում, Տեր Հիսուս Քրիստոսի, որ ինչ գործ է սկսել եկեղեցու մեջ։ Ինչ է անելու, ավարտին կհասցնի մինչև Հիսուս Քրիստոսի օրը։ Այսինքն Տերը մեզ չի թողնելու։ Տերը այս ամեն ինչը զգուշացնում է, բայց զգուշացման հետ մեկտեղ ինչ է ասում, ես ձեզ հետ եմ լինելու։ Մի մտահոգվեք, շարունակության մեջ առաջ Աստված, երբ որ առիթը կլինի շարունակելու, կտեսնեք, նորից ասում է մի վախեցեք ու նաև դրա պատճառն ասում, ինչու չպետք է վախենանք։ Մեր հույսը հաստատ կանգնելու մեջ նաև Տիրոջ երկրորդ գալուստն է։ Դրա համար 23-րդ համարի մեջ Տեր Հիսուս Քրիստոս սա էլ է հիշեցնում։ Ասում է, երբ ձեզ այս քաղաքում հալածեն,
Դեպի մեկ ուրիշը փախեք։ Հիմա նայեք։ Չի ասում է ձև ասած չէ, որպես sense ասած, չգիտեմ, հերոսներ կանգնեք, ասեք չէ, սպանեք ինձ։ Պատրաստ եմ։ Ասում ստեղ հալածանք կա, կոպիտ ասած ստեղ դռները փակվեց, ինչ արեք։ Գնացեք ուրիշ քաղաք։ Ստեղ հնարավորություն ունեք ավետարանը քարոզելու, ստեղ ավետարանը քարոզեք։ Պողոս Արաքելին նայեք, նույնիսկ գործ կառաքելություն։ Միտեղ ծառայությունը սկսում էր, հալածանքը սկսում էր, ինչ էր անում, հանձնվում էր։ Ասում էր վերջ էլ չեմ քարոզելու, նեղացել եմ։ Չէ, գնում էր ուրիշ քաղաք։ Սկսում էր ուրիշ քաղաքում ավետարանը քարոզել։ Տերը դռները փակում էր, ուրիշ դուր էր բացում, գնում էր այնտեղ։ Նույնպես եւ մենք պետք է լինենք այնտեղ, որտեղ որ Տերը այդ հնարավորությունը ստեղծում է, Տերը այդ հնարավորությունը բացում է եւ այդ ավետարանը քարոզենք։ Մինչեւ չկա սպառնալիք, մինչեւ չկա, սենց ասած ուղիղ հակառակ ընթացք, ավետարանը ինչ արեք, տվեք։ Բայց երբ որ կա արդեն սպառնալիք, երբ որ կա արդեն հայոյանք Աստծո նկատմամբ, Տեր Աստվածը ինչ է ասում, մարգարեթները այդ դեպքում այդ խոզերի առաջ մի գցեք։ Ձեր ոտքերը թոթափեցեք, գնացեք ուրիշտեղ քարոզեք։ Իրենց սենց ասած պատասխանը իրանց գլխի վրա է լինելու։ Իրանք են պատասխանատու դրա համար։ Դրա համար միտեղ ընդունում են, փառք Աստծո մնացեք այդ ավետարանը տվեք։ Հալածանք կա խնդիր, կա արդեն այլևս հնարավորություն չունեք այդ ծառայելու, ինչ արեք, ուրիշտեղ գնացեք, առաջ գնացեք։ Որովհետև ճշմարիտ եմ ասում ձեզ, դուք Իսրայելի քաղաքները սպառած չեք լինի, մինչև մարդու որդու գալուստը։ Հիմա տեսեք, այս հարցի վերաբերյալ բավականին շատ sense մեկնաբանություններ կա, բայց այնուամենայնիվ ուսումնասիրելով կասեմ հետևյալը, որ ստեղ Տեր Հիսուս Քրիստոս խոսում է գալիք նեղությունների մասին, այսինքն 7 տարվա նեղության մասին է խոսքը գնում մինչև հազարամյա թագավորությունը։ Այնպես չէր, որ հենց այդ պահի մասները խոսքը գնում, որտեղ Հիսուս Քրիստոս դեռևս նույնիսկ չերել համբարձվել երկինք, որ երկրորդ գալստյան մասին խոսեր։ Եվ այստեղ հենց երկրորդ գալստյան մասին է խոսքը գնում հալածանքից առաջ, որ մեծ հալածանք է լինելու, բայց նույնիսկ այդ մեծ հալածանքի ժամանակ հրեաներից 144,000 հոգի ինչ են անելու, հավատարիմ են լինելու։ Հավատարիմ են լինելու ավետարանը քարոզելու։ Եվ մեզ համար այս հույսը պետք է լինի։ Թեև նեղություն, թեև խնդիրներ, թեև դժվարություն, Տիրոջ գալստյան ինչ ունենք, հույս ունենք։ Հույս ունենք, նաև հույս ունենք, որ այս ամեն ինչի վերջը Տիրոջով հաղթանակ է լինելու։ Ուրեմն այս հատվածներում կամ այս հատվածում մեզ չի խոստացվում խաղաղություն, բայց խոստացվում է Տիրոջ ներկայությունը, կհիշեք, Տեր Հիսուս Քրիստոսն ասեց. գնացեք մինչև աշխարհի ծերը, աշակերտներ դարձեք եւ ես ձեզ հետ եմ։ Այս խոստումն ունենք։ Խոստում չկա խաղաղության, բայց խոստում կա ներկայության։ Չի խոստանում ընդունման, որ ամեն տեղ ընդունված ենք լինելու, բայց կա խոստում փրկության։ Փրկության թե մեզ վերաբերվող, թեև նաև նրանց, ովքեր որ այդ բարի լուրը ինչ կանեն, կլսեն։ Չկա խոստում բարեկեցության, այլ խոստում անսասան հույսի, որը որ հիմնված է Տիրոջ վրա։ Տիրոջ վրա։ Եվ որպես Քրիստոսի աշակերտներ, մենք չպետք է այզև ասած փնտրենք փափուկ տեղեր, անվտանգ վայրեր, այլ հավատարմությամբ քայլենք մինչև վերջ։ Չգիտեմ, ինչ տենդենց է, բայց Հայաստանում շատ հովիվներ իրանց առաքելությունը գտնում են Ամերիկայում կամ Եվրոպայում, գնում են միսիոներության հետ ուղղությունով։ Հիմա մի քիչ sense բանով եմ ասում, բայց շատ քիչ ենք լսում մարդկանց, ովքեր որ պատրաստ են գնալու այնտեղ, որտեղ որ մի քիչ դժվար է, մի քիչ խնդիրներ կան, մի քիչ հարցեր կան։ Սա չի վերաբերվում նորից, որ ասում եմ բոլորս պետք է հենց հիմա հելնենք գնանք Աֆրիկա կամ Պարսկաստան, բայց ուղղակի ուզում եմ ասեմ, որ այդ ավետարանը պետք է տարածող լինենք ամենուրեք։ Ու Տերը մեզ զգուշացրել է։ Զգուշացրել է, որ մենք ապրում ենք թշնամական միջավայրում եւ չպետք է խաբվենք։ Զգուշացրել է, որ պետք է վարվենք իմաստությամբ ու սրբությամբ, այլ ոչ թե այնպես, ինչպես որ աշխարհն է անում։ Զգուշացել է, որ կրելու ենք հալածանք եւ սա այսպես ասած պարտադիր պայման է։ Ինչ ուզում եք անեք, եթե ձեր կյանքում հալածանք չունեք, ուրեմն խնդիր ունեք։ Ու այդ հալածանքը պարտադիր չի քարկոծվելու տեսքով լինի։ Աշխատանքում, ուսման վայրում, ինչի որտեղ միշտ հալածանք կա, խաբելու, վարվելու մնացածների նման, վարվելու ոչ այնպես, ինչպես որ հարկն է, որտեղ մեծամասնությունը թելադրելու է Իրանը։
Եվ կամ հնազանդվում եք այդ ընթացքին, կամ դրան հակառակ եք կանգնում եւ այդ ժամանակ հալածանք է լինելու։ Նորից եմ ասում, ընտանիքում, աշխատավայրում, ուսման տեղը եւ այլն եւ այլն։ Եթե Տիրոջը հավատարիմ եք, հալածանք լինելու են։ Եվ զգուշացում, որ պետք է մինչև վերջին չանենք, համբերենք, որտեղ Տիրոջ գալուստը մոտ է եւ Տերն է, որ մեզ առաջնորդում է։ Ուստի հիշեք մի բան։ Այն ամեն ինչ որ անում ենք, ունի մեկ նպատակ։ Հիսուս Քրիստոս մեզ զգուշացրեց, որ ուղարկում է թշնամական աշխարհ։ Զգուշացրեց, որ հալածանքները անխուսափելի են ու ասեց, որ պետք է հաստատվենք, որտեղ Տիրոջ գերիշխանության շրջանակում մեր վերջնական արդյունքը Տիրոջ հետ հավիտենականությունն է։ Այն փրկությունն է, որ նա խոստացել է բոլոր նրանց, ովքեր որ կքայլեն ու կապրեն իր անվան ու փառքի համար։ Հաղորդենք։ Տեր Հիսուս Քրիստոս, իրապես փառք ենք քեզ տալիք քո խոսքիդ համար։ Շնորհակալ ենք, որ չթաքցրեցիր, այլ ասացիր այն ինչ որ պետք է ակնկալենք այս աշխարհից։ Ասացիր, թե ինչ միջավայրում ենք լինելու, բայց ոչ միայն այդ, այլ նաև ասացիր, թե ինչպես պետք է վարվենք։ Դու ես այն լավագույն օրինակը, որ թողեցիր մեզ համար, որը որ ուզում ենք առաջնորդվենք Տեր։ Նաև աշակերտները, նաև այն բոլոր հավատքի մարդիկ, ովքեր որ քայլում են քեզ հավատալով Տեր։ Աղոթում եմ ով Տեր Աստված, որպես եկեղեցի, մեզ ողորմես, սրբես, մաքրես ու օգնես, որ մեր կյանքի կենտրոնը դու լինես Տեր։ Եվ այս ամեն ինչ էս նախազգուշացումները ոչ թե մեզ վախեցնեն, ոչ թե մեզ հեռու տանեն ծառայությունից, այլ ավելի սпасելով, հասկանալով այդ իրավիճակը մեր հույսը դնենք քո վրա, որտեղ դու ես այն բարի հովվապետը, որ մեզ առաջնորդում ես։ Դու ես այն մեկը, որ մեզանից առաջ ես քայլել եւ այո Տեր, նախ եւ առաջ դու հալածանքը կրեցիր եւ քո հալածանքով փրկություն մենք ունեցանք։ Քո ապրած կյանքով մենք փրկություն ունեցանք, բայց նաեւ քո անունը կրելու որպես հետևանք, որպես արդյունք պետքա պատրաստ լինենք մենք հալածվելու։ Եվ սա ուրախությամբ ընդունենք, ինչպես որ արեցին քո առաքյալները։ Աղոթում եմ Տեր, օգնի, որ հավատարիմ լինենք, չկասկածենք Տեր, այլ քայլենք այնպես, ինչպես որ դու ես կամենում։ Մարդկային կերպերով, մարդկային մեթոդներով, մարդկային ձևերով չփորձենք ինքներս մեզ բարձրացնել։ Այլ մեր հույսն ու միակ վստահությունը քո վրա լինի Տեր։ Որովհետև դու հավատարիմ ես եւ այն խոստումդ, որ տվեցիր, վեր է ամեն խոստումներից։ Գիտենք մի բան, որ հալածանքը մեզ հաստատելու է հավատքի մեջ, վերջի վերջո քեզ այլ ավելի հավատարիմ ենք լինելու։ Նման միջոցով մեզ սրբում ես, մաքրում ես եւ որպես հարս մեկ օր հանդիպում ենք ունենալու քեզ հետ։ Դա է մեր հույսը, դա է մեր փափագը եւ դրանով ենք առաջնորդվում Տեր։ Ուստի մեզ հաստատիր խոսքիդ մեջ եւ օգնի, որ առաքելության մեջ հավատարիմ լինենք։ Իմանալով, որ ամենաթանկը, ամենակարևորը ինչ որ ունենք, արդեն իսկ ստացել ենք քեզանից։ Դա քո ներկայությունն է մեր կյանքում եւ այն խոստումը, որ քեզ հետ ենք լինելու։ Ուստի հաստատիր այդ խոսքի մեջ եւ դու փառավորվիր։ Հիսուսի սուրբ անունով, ամեն։